Լավ մարզավիճակով ու չեմպիոնական մեծ ակնկալիքներով Ազատ ոճի իմշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության է մեկնում մարտական կազմով։ Տիրանայից առաջ վերջին մարզումները հագեցած են ու միտված տեխնիկա-տակտիկական որակները բարելավելուն։ Սպասում եմ իրանցից լավ գոտեմարտ եւ ինձ թվում է իրանք կարողանան լիարժեք իրանց հնարավորություններով ներկայանան։ Իսկ արդյունքն ինչ կլինի, արդեն գորգը ցույց կտա։ Հավաքականում ամենափորձառուն Արսեն Հարությունյանն է։ Մեր ամենատիտղոսակիր Ազատ ոճայինը հին աշխարհամաս է մեկնում 5-րդ ոսկու հետևից։ Նախորդ տարի վերջին գոտեմարտում ու վերջին պահին բաց թողեց առաջինը լինելու շանսը։ Այս անգամ ավելի վճռական է հաղթել ամեն գնով։ Այս ժամանակ փորձել ենք ինչ սխալներ կա, այդ սխալների վրա աշխատենք։ Արդեն Եվրոպայի առաջնության գորգը ցույց կտա, թե ինչքան եմ աշխատել, ինչքան լավ մարզավիճակում եմ։ Ես միշտ որ մեկնում եմ մրցաշարի, մտածում եմ, որ այդ օրը իմ օրն է, իմ աստղը պետքա փայլի ու ես չեմպիոն լինեմ։ Հավանական մեդալակիրներից մյուսը Վազգեն Թևանյանն է։ Եվրոպայում լավագույն երրորդն այս տարի որոշել է բարելավել դիրքը պատվանդանի վրա։ Մեր ըմբիշը անցնող տարում հագեցած նախապատրաստական փուլ է անցել։ Մասնակցել է Հնդկաստանում կայացած պրոֆեսիոնալ ըմբշամարտի մրցաշարին, որը մեծ վստահություն ու փորձ է տվել։ Վրաստանում ենք հավաք անցկացրել, որ ընթացքում տարբեր ըմբիշների հետ գոտեմարտել ենք, փորձը փոխանակվել ենք։ Ներկայապահին լավ մարզավիճակում ենք գտնվում։ Ամեն ինչ արել եմ, որպեսզի լավ մարզավիճակով մոտնամ Եվրոպայի առաջնությանը։ Իհարկե գնում ենք միայն մեկ նպատակով Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։ Մնացած դեպքերը փորձում եմ չմտածել, որովհետև պետք է առավելագույնին ձգտես։ Եվրոպայի առաջնությունում Ազատ ոճայինները պայքարը կսկսեն ապրիլի 23-ից, մինչև այդ Տիրանայի գորգում կլինեն հունարոմեականները։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։